եկավ մի պահ, որ ինձ խորհուրդ տվեցին գալ Գյումրի։ Հաջորդ կանգառը Գյումրի։ Այո, հաջորդ կանգառը վերջնականը Գյումրի թատրոն, որտեղ ես 14 թե 15 տարի Գեղարվեստական ղեկավարն էի։ Իսկ հաջորդ կանգառը, կամ ինչպես պարոն Ծատուրյանն էր նշում վերջինը, եղավ Գյումրու դրամատիկական թատրոնը։ Հենց այս շենքում նա աշխատեց 2 տասնամյակից ավելի, եւ ինչպես աջեմյանցիներն են նշում, նա կշարունակի ապրել իր խորհուրդներով եւ թողած հսկա ժառանգությամբ։ Այս քաղաքը դժվար քաղաք է եւ այս քաղաքը ամեն մարդու չի ընդունում ու գալու։ Նիկոլայ Ծատուրյանն էլ բարդ մարդ էր, բայց Նիկոլայ Ծատուրյանին ճանաչեց այս քաղաքը, Նիկոլայ Ծատուրյանին սիրեց այս քաղաքը եւ Նիկոլայ Ծատուրյանին գնահատեց այս քաղաքը։ Լավ թատրոնը հանդիսատեսի մոտ առաջացնում է թևեր, թրջելու համար։ Վատ թատրոնը սմբակներ, շատ ճիշտ բան է։ Եվ պետք է ասեմ, որ փառք Աստծո Գյումրու թատրոնը առայժմ թևեր է նվիրում հանդիսատեսին։ Օրեր առաջ 2026 թվականի մայիսի 14-ին 81 տարեկան հասակում մահացավ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրող, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Ծատուրյանն անգամ մոտ 1 ամիս առաջ իր վերջին հարցազրույցում նշում էր. պետք է մտածել վաղվա օրվա ու թողած հետքի մասին, ապրել առանց տրտնջալու։ Ներկան եւ մանավանդ ապագան։ Ում ենք ինչ թողնելու։ Ես չի հանդիպել նման ռեժիսորի բարդ, հակասական ու նաև պահանջկոտ, շատ պահանջկոտ։ Ու երկարատև աշխատանքից հետո ծնվեց ներկայացումը։ Ես մի օր նկատեցի, որ ես բեմում ոչ թե խաղում եմ, այլ ապրում։ Հետաքրքիր երևույթ է, չէ, բեմում ապրել կամ խաղալ։ Դա Երևանի շնորհիվ էր։ Անկեղծ հստակ խոստովանեմ, որ ինձ շատ հոգեհարազատ էր այն ռեժիսուրան, որով աշխատում էր Նիկոլայ Երվանդիչը, որովհետև նա ցանկացած ամեն իրավիճակում միշտ կապ չունի, տխուր էր, ուրախ էր, միշտ հումորը անպակաս էր Նիկոլայ Ծատուրյանից։ Այնքան մեծ ժառանգություն է թողել եւ ուսանողներին, եւ արվեստագետներին, մեզ բոլորիս լավատեսություն, լալկանություն հանել ամեն տեսակ երևույթներից, որ պետք չի լալկան լիներ եւ ասում էր հայրիկիդ ինչի է մեծ, որովհետեւ անընդհատ ասում են վայ աման, էս ինչ եղավ։ Իսկ ռուսները ասում էին նիչիվո, переживем։ Ինքը միշտ ինձ ասել է, երբեք չտխրես, իմ մասին տխուր չխոսես։ Ես չեմ խոսելու երբեք իր մասին տխուր։ Միշտ պարոն Ծատուրյանի մասին այն սերունդները, ովքեր գալու են ու փոխարինելու են մեզ, ես պատմելու եմ միայն դրական ու իրեն հիշելով մի ժպիտով։ Ինքը իմ ուսուցիչն է 23 տարի շարունակ, եթե չլիներ Նիկոլայ Ծատուրյանը, ես չէի լինի այս թատրոնում։ Իմ ուսուցիչն է, ով ինձ սովորեցրեց առաջին հերթին ապրել, ճիշտ ապրել։ Որպես ստեղծագործող պարոն Ծատուրյանը լեգենդ է։ Անհարմար մեծություն էր։ Բարի բոլոր իմաստներով, որովհետև արվեստի մեջ էր, ինքը շատ ինքնասացի ու ինքնատիպ են իմաստով, որ չէր վախենում լինել կծու, թե ներկայացումներում եւ թե կյանքում, եւ այդ իր մտավորական տեսակը տարբեր բնագավառներում շատ ցցուն է ընդգծվել։ Երևանդիչի գալով ես հասկացա, որ թատրոնը կետանի մարդու մարդային ոգու կյանք է։ Կարողանաս պետք է ստեղծել, քայլեցնել, բեմում ապրեցնել ու խոսել բնական տոներով։ Որովհետև պարոն Ծատուրյանը կյանքի մասին էր։ Պարոն Ծատուրյանի ամեն մի ստեղծագործությունը ու նաև ամեն մի ստեղծագործական շրջանակներում քննարկումները կյանքի օրինակներով, կյանքի ապրած կյանքի օրերի ձեռքբերումներով մեր թատրոնում երիտասարդների մուտքը իր կողմից եւս ողջունվել է։ Ուրիշ գնահատականներ են, ուրիշ երաժշտություն է, ուրիշ մոտեցում է, բայց ես էլ պետք է այս նորն էլ վերցնեմ, թե չէ իմ հնով հին արդեն, բայց ես էլ եմ այդ բաները ստանում են իրկյան, բայց դա էլ ստիպում է, ջահելությանը չպում է, ստիպում է միշտ ջահել բնաս։ Որ մեծերի հետ են հասցրել աշխատել, միշտ նախանձով է լցվում, այսօր ես պետք է խոսեմ մի մեծ մարդու, մեր վարպետի մասին, ում հետ առիթ ունեցել եմ աշխատել, ստեղծագործել, զբաղված լինել նրա ներկայացումներում, խաղալ գլխավոր մեծ դերեր, սովորել նրանից, որովհետև նրա յուրաքանչյուր ներկայացումը մի մեծ վարպետության դաս էր։
շատ համար դիպուկ ուղիղ մարդ էր։ Ոչ միայն որպես մարդ, այլ նաև որպես ստեղծագործող, որպես ռեժիսոր։ Գիտես ինչա, երիքը ես լացուկուց։ Շնչեք, ոչ թե գոյեն դեպեք ապրեք։ Ծատուրյանը չէր սիրում լացող մարդկանց, չէր սիրում լաց, հուզմունքի մի հատ աստիճան կար, որ մինչև այդ աստիճաններն է ընդունում, բայց թող հիմա ինքը ինձների, բայց ես ամեն վարքյան իրան տալիս դեռ չեմ կարողանում սսպեմ ինձ։ Սուրո հակասական ստեղծագործող էր պատմում են գործընկերները ավագ ու կրտսեր սերունդից։ Վերջին բեմադրությունը 3 անունով մի աղջիկն էր, որի գլխավոր դերակատարը Ջեմա Ադամյանը նշում է պատիվ էր համագործակցել Ծատուրյանի հետ։ Ամենատպավորվածը ներկայացման փորձերի ընթացքում դիալոգներ, երբ պարոն Ծատուրյանն ինձ ասաց, որ ես փորձեմ բոլորին դուր չգամ։ Եվ այդ նախադասությունից հետո երևի հենց այդպես էլ անում եմ։ Ծատուրյանին ինչպես Գյումրիում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում շատերն էին ասոցացնում Գյումրու հետ, իսկ գործընկերները նրան գյումրեցի էին համարում։ Նիկոլայ Ծատուրյանը դարձավ գյումրեցի։ Վերջի վերջո 22 տարի կապված լինել նույն թատրոնի հետ, նույն դերասանական կազմի հետ, նույն ստեղծագործական կազմի հետ, արդեն մենք նրան դարձինք գյումրեցի, ոչ թե ինքը դարձավ գյումրեցի։ Ծատուրյանը պահանջկոտ էր նաև հենց ինքն իր անձի նկատմամբ, ուստի վերջին հարցից եւս նույն պատասխանատվությամբ էր պատասխանել։ Տեսությամբ, որ դիմում եք ներկայիս երիտասարդ սերունդին, ինչ կասեք։ Անենց արեք, որ ձեր երեխաներին թողնեք մի քիչ կարգին, երկիր եւ ապագա։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Եղավ։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Գյումրու պատմամշակութային արգելոց թանգարանի ցուցասրահում բացվել է գյումրեցի անվանի նկարիչ բանաստեղծ Սամվել Սևադայի անվերջ վերադարձ խորագրով անհատական ցուցահանդեսը։ 80-ից ավելի մեծակտավ աշխատանքներով ներկայացված ցուցադրությունը ոչ միայն արվեստի, այլև հիշողության, ինքնության ու տուն վերադառնալու պատմություն է։ Կյանքում երբեք չեմ մոռանում Գյումրին եւ անընդհատ վերադառնում եմ Գյումրի, դրա համար իմ ցուցահանդեսը կոչվում է անվերջ վերադարձ։ 82 աշխատանք է կախված հիմա դահլիճում, մեկ աշխատանքն էլ պետք է նվիրեմ այս թանգարանին։ Նկարիչը խոստովանում է իր արվեստն ու պոեզիան իրար լրացնում են։ Նա հեղինակել է նաև բանաստեղծական ժողովածուներ եւ կտավների զգալի մասը ծնվել է հենց իր գրական աշխարհից։ Իմ բանաստեղծությունների թեմաներով եմ նկարում նաև, մեկը մեկին լրացնում են, էլի։ Այդ իմաստով նկարներս պոետիկ են ավելի դեպի խոր գնացող բաներ, թեմաներ են շոշափում, բայց ոչ այդպես մեծ համաշխարհային թեմաներ կան, ավելի մարդկային, ավելի ինտիմ այդ թեմաներով եմ աշխատում։ Սևադայի կտավներում հատկապես նկատելի են ոսկեգույնն ու կապույտը, որոնք ինչպես ինքն է ասում, դարձել են իր ներաշխարհի եւ Հայաստանի գույները։ Հիմնական թեմաները մարդը իր զգացմունքներով, հայրենի բնությունը շատ եմ սիրում, արվեստ, մարդիկ կարծես բոլոր արվեստագետներ լինեն։ Բացի դրանից իմ սիրած գրական հերոսներին եմ շատ մարմնավորում։ Այստեղ կա օրինակ Մարկեսի հերոսները, նաև Մաստերի Մարգարիտա եւ այլն տարբեր պոետական հերոսներ, նաև ինչպես ասացի, իմ բանաստեղծությունների հերոսները։ Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի խոսքով ցուցահանդեսը երկար սպասված մշակութային իրադարձություն էր։ Այն 1 ամիս բաց կլինի անվճար մուտքով։ Հատկապես գյումրեցիների համար եւ Գյումրին սիրողների համար սա փնտրված միջավայր է լինելու, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը կարող է երկխոսել այս կտավների հետ, գտնել իր թաղը, գտնել իր հիշողությունը, իր մանկությունը։ Ցուցահանդեսի կարևոր մասերից մեկն էլ Սամվել Սևադայի նվիրատվությունն է։ Արվեստագետն իր աշխատանքներից մեկը նվիրելու է թանգարանին ապագա պատկերասրահի ֆոնդի համար։ Գումարի պատմամշակութային արգելոց թանգարանի ցուցասրահի համար այս իրադարձությունը կարևոր է նաև այն հանգամանքով, որ Սամվել Սևադան իր կտավներից մեկը թողնելու է մեզ, ի նշանավորումն այն բանի, որ երբ Գյումրին կունենա պատկերասրահ, բոլոր գյումրեցի նկարիչները պատրաստ են անել այդ նվիրատվությունը եւ մենք չենք ունենալու ֆոնդային խնդիր
եւ բացի այս պահին Գյումրու մշակութային ժառանգությունը այլ ֆոնդերում պահվելուց եւ իպատրված կտավներից մենք ունենալու ենք նաեւ ժամանակակից ստեղծագործողների աջակցությունը եւ ունենալու ենք բացառիկ նշանակության ցուցահանդեսներ, միայն թե այդ պատկերասրահը կյանքի կոչվի։ Գյումրու պատմամշակութային արգելոց թանգարանի տնօրեն Ինգա Ավակյանը նշում է Սևադայի ցուցահանդեսը վաղուց էր նախատեսված։ Ուրախ եմ, որ 26 թվականի թանգարանային գիշերին հնարավոր եղավ կազմակերպել այս մեծաքանակ ցուցահանդեսը։ Կտավները իրանք բավականին մեծ չափերի են, ինչպես տեսնում եք։ Պիտի նշենք, որ մեծ սիրով կհյուրընկալենք այս ցուցահանդեսը մինչև հունիսի 16-ը, այնպես որ բոլորին հրավիրում ենք։ Վերջինիս խոսքով այցելուներին հատկապես գրավում են Սևադայի գունային աշխարհն ու կնոջ կերպարի նրբությունը։ Ճիշտն ասած, գունեղ գույներն են, որ գրավում են բոլորին, եւ կնոջ կերպարը անչափ գեղեցիկ կտավներ ունի, որտեղ պորտրետներ, որտեղ կանայք են պատկերված եւ կարելի է ժամերով կանգնել եւ հիանալ այն գեղեցկությամբ, որը տեսնում է վարպետը։ Անվերջ վերադարձ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 16-ը, հնարավորություն տալով գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին մեկ անգամ եւս վերադառնալ Սամվել Սևադայի հիշողությունների, պոեզիայի ու գույների աշխարհ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ 100 դրամանոց մետաղադրամից փոքրինչ մեծ 3-ից 3.5 գրամ կշռող այս սարքը տեղադրվում է սրտում։ Նոր սերնդի անլար ռիթմավար է։ Վիրահատարանում հայ եւ արտասահմանցի բժիշկները հետևում են գործընկերոջ Միհրան Մարտիրոսյանի աշխատանքին։ Այս նոր սարքի իմպլանտացիան մեր երկրում կատարվում է առաջին անգամ։ Ռիթմավարը ունի լարեր եւ մաշկի տակ տեղադրվող ենթամասեր։ Անհրաժեշտության դեպքում այն հնարավոր է հեռացնել՝ ի տարբերություն իր նախահոր առաջին սերնդի ռիթմավար սարքի։ Ուրախություն մեզ հաջողվեց երկու իմպլանտացիա կատարել։ Մենք շեշտում ենք ուրախություն մեզ, որովհետև մի քիչ դժվար մատչելի միջամտություն է եւ մենք ջանք ու եռան չենք խնայում զարգացնելու այս տեխնոլոգիան, որովհետև սա ապագան է։ Սարքը սրտամկան է տեղափոխվում ներանոթային ճանապարհով։ Բժիշկն ազդրի երակով բարձրացնում է այն դեպի աչքփորոք, հատուկ պտուտակաձև մեխանիզմով ամրացնում օրգանի պատին։ Անլար ռիթմավարն աշխատում է մարտկոցով, ծառայում բուժառուին 10-ից ավելի տարի։ Սակայն երբ մարտկոցը նստում է, կարիք է լինում փոխարինել սարքը։ Մենք օգտագործել ենք այս սարքի հին մոդելը, բայց այն փոխարինելը անհնար էր, իսկ այսօր տեղադրվող նոր սերնդի սարքը այդ հնարավորությունը ունի։ Դա շատ կարևոր է, քանի որ նախկին սարքերը, երբ կորցնում էին աշխատունակությունը, մնում էին սրտում, նրանց կողքին ավելանում էին նորերը, իսկ սրտում մեծ քանակով օտար մարմինների առկայությունը անցանկալի է։ Այն ժամանակ, երբ որ սարքը կսպառի աշխատանքի ռեսուրսը, մեզ պետք է լինի մտնել սիրտ, բռնել սարքը, հետ պտտել եւ հեռացնել եւ տեղադրել նոր սարք։ Դա այն մեծ առավելությունն է, որ հնարավորություն կտա այս սարքի միջոցով փրկելով կյանքեր, հետագայում խնդիրներ, դժվարություններ չառաջացնել մեր բուժառուների համար։ Նոր սարքը մշտադիտարկում է սրտի ռիթմը, խանգարումների դեպքում էլեկտրական ազդակ տալիս, կարգավորելով օրգանի աշխատանքը։ Մասնագետները վստահ են, նորարար տեխնոլոգիայի կիրառումը կնպաստի ոչ միայն բուժառուների կյանքի որակի բարելավմանը, այլև կկրճատի սրտային հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշը։ Արա Մանանդյան։ Օրերը Ստեփանավանի Արթուր Ղարիբյանի անվան արվեստի դպրոցի վոկալ համույթի սաները բացառիկ հնարավորություն ունեցան համերգային ծրագրով հանդես գալու ֆրանսիական Դեսին Շարպիո քաղաքի Տոբոգան մշակույթի կենտրոնի մեծ բեմում։ Նախաձեռնության գաղափարը ծագել էր դեռևս անցած տարի, երբ ֆրանսիական պատվիրակությունն այցելել էր Ստեփանավան։ Քույր քաղաքների միջմշակութային կապերի ամրապնդման ուղղված փոխայցելության հրավերով համերգից բացի շուրջ 1 շաբաթ վոկալ, ինչպես նաև անի պարային համույթների սաները շրջագայություն եւ փորձի փոխանակություն էին իրականացրել Դեսինում եւ Փարիզում։ Սոնա Ամիրխանյանի խոսքով Ֆրանսիա կատարած այցը իր համար ոչ միայն լավագույն փորձի փոխանակություն, այլ նաև երազանքի իրականացում էր։ Ֆրանսիան կոնկրետ ինձ համար եղել է մեծագույն երազանք եւ շատ վառ գույներով վերադարձել ենք Հայաստան։
Մի անգամից մեկնեցինք Լիոն, հաջորդ օրը համերգներ, պատրաստվեցինք նախ եւ սկսվեց համերգը, շատ լավ անցավ, շատ տպավորված ենք, մեզ շատ լավ դիմավորեցին, դահլիճը շատ դրական էր, մեզ ոգևորում էին շատ, ամեն ինչ շատ լավ անցավ։ Հանդիսատեսը գոհ էր, մենք էլ էինք գոհ։ Հայ համայնքը նույնպես մեզ հրավիրեց իրենց մոտ, այնտեղ նույնպես երեխաները ելույթ ունեցան, մենք այցելեցինք Դեսիլի երաժշտական դպրոց, մեծ տպավորություններով մենք հետ ենք եկել, քանի որ իրոք ուր էլ գնացին մեր երեխաները փայլեցին։ Ջերմընդունելության, չդադարող ծափողջույնների, գովեստի ու հիացմունքի խոսքերի են Ֆրանսիայում արժանացել համույթի սաները, նշում են ուսուցիչներն ու աշակերտները, իրենց հետ տանելով հայկական երգ ու երաժշտության գոհարները, նրանք փարատել են տեղի հայկական համայնքի հայրենիքի կարոտն ու ազգայինի ծարավը։ Հանդիսականների հուզմունքով ու արցունքներով լի աչքերում կարդալով արյան կանչը, մեր պատանի արտիստներն ավելի մեծ ոգևորությամբ եւ պրոֆեսիոնալիզմով են կատարել իրենց ելույթները։ Ապրումներն այնքան բուռն են եղել, որ տպավորությունները թարմ են օրեր անց եւ վառ կմնան իրենց հուշերում, ասում են զրուցակիցներս։ Իրականում Ֆրանսիայում մի փոքր այլ տպավորություններ էր, քանի որ Ֆրանսիայում բնակվող հայ համայնքն էր մեզ լսում եւ մեզ համար շատ կարեւոր էր լավ ներկայանալ, որպեսզի նրանք զգային այդ հայկական շունչը, ամոքեցինք նրանց կարոտը եւ դրական էներգիա փոխանցեցինք միմյանց։ Մենք մեր մշակույթը պետք է ներկայացնենք օտարներին եւ թող սա լինի Սփյուռք հայերի Հայաստան վերադառնալու կանչը։ Մենք այստեղ ապրելով ամենաերջանիկ հայերն ենք, որ ապրում ենք Հայաստանում։ Նրանք այդքան էլ երջանիկ չէին օտարության մեջ եւ հայ մնալը իրենց համար իսկապես շատ դժվար է։ Կցանկանամ խոսեմ իմ կարոտի մասին մեկ շաբաթվա ընթացքում հայրենիքի նկատմամբ, երբ որ վերադարձանք, այդ զգացողությունները աննկարագրելի էին, քանի որ նույնիսկ այդ տեսարժան վայրերը տեսնելիս ես այդպիսի էմոցիաներ չապրեցի, ինչքան հայրենիք վերադառնալիս, երբ ինքնաթիռը իջավ, մենք բոլորով ծափահարեցինք օդաչուին, այդ ընթացքում ես ապրեցի իմ կյանքի երևի ամենաջերմ զգացողությունները։ Շնորհակալ եմ ընկերներին, շնորհակալ եմ մեր ուղեկցողներին, քանի որ նրանք մի մասն էին մեր Ֆրանսիա եւ նրանք ստեղծեցին մեր այդ վառ հիշողությունները։ Առանց նրա չէր հիշի Ֆրանսիան այդպիսին, ինչպիսին որ կար։ Այդ հիշողությունները, էմոցիաները ու ապրումները կոնկրետ ինձ համար միշտ կլինեն տակուկ պահված իմ սրտում։ Շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին, ովքեր այս հեքիաթային ճանապարհորդությունը ու հրաշք համերգը իրականություն դարձրեցին։ Երգացանկը, որով մեր պատանի արտիստները ներկայացան ֆրանսիական բեմով, ընտրվել էր առանձնահատուկ մոտեցմամբ, այնպես որ շոյեր եւ հայ եւ ֆրանսիացի հանդիսականների ականջներն ու սրտերը։ Կատարել է Ձուրանի վալսը, Ձուրանը ֆրանսիացի կոմպոզիտոր է, մեր երեխաներից նաեւ կատարել են Արնո Բաբաջանյանի հումորեսքը։ Վոկալ բաժնի ղեկավար Գայանե Պեպելյանը սաների ելույթից գոհ է, ասում է տաղանդավոր երեխաներ են եւ մեծ ապագա ունեն։ Ուսուցչի ընտրածուղին ուրույն ոճով, իմպրովիզներով ու ստեղծագործությունները յուրօրինակ լուծումներով ներկայացնելու ճանապարհն է։ Նրա սաները հաջողել են տարբեր բեմերում, իսկ Ֆրանսիայի համերգը այս խմբի մինչ օրս ունեցած ամենամեծ բեմելն էր։ Ռամկանից պետք է դուրս գաք, իմպրովիզը բերում է հետաքրքրություն այսօրվա պահանջը դա է։ Իհարկե ճաշակով եւ պրոֆեսիոնալ։ Ու իրանք էլ երեխեքը ընդունակ են, տարիները տալիս է իր ծլերը։ Իմ սաները ճանաչված են ամբողջ հանրապետությունում, մշտական հանրապետության բոլոր մեծ բեմերին ելույթներ են ունեցել, միջազգային մրցույթներ, համերգներ, շատ միջոցառումներ, տարբեր առիթներին նվիրված ու մշտապես աչքի են ընկել, բայց երազում էին դուրս գան երկրից։ Ու երազանքը կատարվեց մեր երեխաների, իհարկե իրանցից առաջ եղել է խումբ, որ եղել է նաև
Ղարաբաղում, Ստեփանակերտում են 3 օր եղել համերգների, հետո անցյալ տարի Վրաստան գնացինք, բայց այսքան երկար ճանապարհորդություն, այս հեքիաթը առաջի անգամ տեսան երեխեքը։ Ու տպավորված են, մենք էլ ենք տպավորված մեր էքսկուրսիաներով, մեր համերգով եւ ծափերով անդադար։ Երազ ես ու դարձել և առանց կեզ սուտ է առանց կեզ Երեխաները ավելի ընտելացան երկար ճանապարհին, ավելի մեծ մասսայի առաջ ելույթ ունենալուն օտար երկրում, օտար ասելով դե մեր սահմաններից դուրս, բայց ընդհանուր առմամբ մենք միշտ տրամադրված ենք, որտեղ է լինեն, ուզում է փոքր բեմ, ուզում է մեծ բեմ, իրենք պատրաստ են եւ շատ լուրջ յուրաքանչյուր ելույթին։ Իմ սանից գոհ եմ, կարծում եմ, որ շատ լավ ծափահարություններով ընդունեցին իրեն եւ այդ ստեղծագործությունները մենք նախապես ենք պատրաստել, երկար ժամանակ է պատրաստվում ենք այդ հրաշալի ծրագիրը իրականացնելու համար։ Երազանքից իրականություն ճանապարհը ոչ միայն քրտնաջան աշխատանքի, բազմաթիվ փորձերի ու պարապմունքների ձեռքբերումն էր, այլ նաև կազմակերպչական մի ամբողջական համակարգի աշխատանքի արդյունքը, որտեղ իրենց ներդրումն էին ունեցել Ստեփանավանի համայնքապետարանը, արվեստի դպրոցը եւ ծնողները, առանց որոնց հնարավոր չէր լինի իրագործել այս ամենը։ Գիտակից մարդկանց 70%-ի երևի թե երազանքն է գոնե մեկ անգամ լինել Փարիզում ու տեսնել Էֆելյան աշտարակը եւ դա այնպիսի տարիքում են իրանք արել, որ կարծում եմ իրենց կյանքի ընթացքում երբեք չեն մոռանա այն տպավորություններն ու հիշողությունները, որ իրենց հետ բերել են։ Ինչն է կարևորում այս այցի մեջ, որ երեխաները նորովի են իրար ճանաչել ու ձեռք են բերել մի նոր տեսակի ընկերություն, որը իրենց կյանքի ընթացքում երևի թե չեն կորցնի մեկը մյուսին եւ թեվութիկում կլինեն։ Շատ տպավորված եմ իրանց մեկը մյուսի հանդեպ հարգանքով, հոգատարությամբ, թե աղջիկները, թե տղաները դարձել են կարծես մեկ ընտանիք։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև ուսուցիչներին, ովքեր այդքան խնամքով, հոգատարությամբ եւ ապահով տարան մեր երեխաներին եւ հետ բերեցին։ Նաև ինչու՞ չէ նման երկրում, որ այսօր բավականին մեծ ազդեցություն ունի համաշխարհային տնտեսության եւ ընդհանրապես աշխարհում, կարեւոր է ներկայացնել մեր հայ մշակույթը, մեր հայ լինելը եւ ասել, որ մենք այո կանք, այսպիսին ենք ու դեռ շատ պիտի լինենք։ Շնորհակալություն հայտնում եմ մեր ծնողներին եւ կազմակերպչական գործընկերներին, քանի որ թողեցին մենք գնանք Եվրոպա եւ ցույց տալ մեր լավագույն կարողությունները համերգի ժամանակ։ Մենք նաև շատ զգացինք ջերմությունը մեր հայկական ժողովրդի Եվրոպայում։ Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր ծնողներին նման հնարավորություն ընձեռելու համար մեզ, որովհետև մենք դարձանք այն եզակի մարդկանցից, այն երջանիկներից, ովքեր այս տարիքում այցելեցին եւ ծանոթացան եվրոպական մշակույթին։ Վոկալ համույթի գեղեցիկ կատարումները վայելելու հնարավորություն ունեցան նաև ինքնաթիռում, որտեղ ծափերն ու ավացիաները եւս անպակաս էին։ Պատանի արտիստները տոնելով իրենց հաղթանակը հարստացած փորձառությամբ ու նոր ոգևորությամբ պատրաստվում են առաջիկայում կայանալիք մեկ այլ նշանակալի համերգի։ Ստեղծագործական վերելքների ուղին այսպիսով շարունակվում է։ Հերմինե Յավրյան, Դանիել Յավրյան։ Ես Մարինե Տոնոյանն եմ, Գեղարքունիքի մարզից, ապրում եմ Ծովինար գյուղում։ Ներկայացնում եմ Ֆիշուրմա ապրանքանիշը։ Դա սիգից բաստուրմանա, յուրահատուկ բաղադրատոմսով, յուրահատուկ մշակմամբ, աղիքիչ քանակով եւ հատուկ ընտրված սիգի համարժեք համեմունքների փնջերով։ Ամեն ինչ սկսվեց համավարակի շրջանում։ Ցանկացա բիզնես սկսել ու որոշեցի, որ պետքա սննդի արտադրություն անեմ։
Հասկացա, որ կարելի է նաև ձուկից բաստուրմա պատրաստել, որը որ չկար տարածաշրջանում։ Ու այդպես սկսվեց ֆիշուրմայի պատմությունը։ Տարբեր ստարտափ ծրագրերի եմ մասնակցել, տարբեր կրթական ծրագրերի եմ մասնակցել։ Ֆիշուրման երեխայի պես ես փայփայում եմ, կատարելագործում եմ, ամեն անգամ փորձարկումներ եմ անում։ Իմ նպատակն է, որ ֆիշուրման ամեն մի հայի նոր տարվա սեղանին լինի։ Ստեղծվեց 4 տեսակի ֆիշուրմաներ՝ կանաչ, դասական, կծու եւ տոմատով։ Ըստ հաճախորդի, ճաշակի, ցանկության ունենք հեղինակային իրավունք։ Վաճառքը իրականացնում ենք ոչ միայն Հայաստանում, on-line ձևաչափով, այլ նաեւ այլ երկրներում մարքեթփլեյսների միջոցով։ Իմ հաջորդ քայլը ընդլայնել տնայնագործությունից դառնալ ավելի մեծ լիարժեք արտադրամաս ու ցանկանում եմ, որ մեր հայկական սիգը սովորական հասարակ ձկնամթերքից, առօրյա ուտեստից դառնա եւ ճանաչվի աշխարհում մեկ որպես բարձրակարգ նախուտեստ։ Ֆիշուրմայի նպատակը հենց դա է։ Գործ չկա, դա ուղղակի աբսուրդ է, որովհետեւ ամեն ինչ կարող ես եւ ստեղծել եւ պատրաստի բնությունից վերցնել։ Յուղում ամեն մի քարի տակ, ամեն մի թփի տակ աշխատանք կա։ Երբ որ մարդը ուզում է եւ ցանկությունը կա, պարտադիր անպայման գործը կգտնվի։